մեր միջավայրում, մեր երկրում այնց են խոսում, ես հիմի համոզված եմ սա նեգատիվ ընկալում ունենալու շատերի շրջանում, ասենք տղայականության մասին այնպիսի մակարդակներում խոսվում Հայաստանի Հանրապետությունում, որ ասում ես ինչ նկատի ունեն էլի։ Այսինքն բանը տղայականությունն է մեր հանրային բարոյականության շատ մեծ կարևոր մասը, բայց դա քրեական ենթամշակույթի մտածողությունը։ Տղավարի, եկեք տղավարի ես հարց, այդ ինչ է նշանակում, ուզում եմ հասկանամ։ Դա ցանկացած մեկնաբանություն դա ունի, բայց դա հաստատ կապ չունի օրինականության, իրավակարգի սահմանադրականության հետ։ Որտեւ եթե դրա հետ կապ ունենար, կարծենք, արի սահմանադրավարի ես հարցը լուծենք։ Ինչ ենք ասում, եկեք տղավարի ես հարցը լուծենք։ Եվ ես ասում եմ, քննարկումներում ամենահրապարակայինում պակաս, բայց եւ որ դռնփակ քննարկում անում, մեկ է բառեր են հնչում, սենց բան է սնում, վեր ես թռնում, ասում ես, այս միջավայրում, այս բառակապակցությունը ինչի պետք է հնչի։ Եվ ես սրա մասին ինչքան մտածում եմ, ասում եմ, այդ քրեական ենթամշակույթի ազդեցությունը, որը դպրոցից, մանկապարտեզից, չէ տնից, ես այդ բանի հետ չեմ հաշտվում, էլ որ մեր իրականության մեջ հələ նորածին երեխային, պապիկին հայհոյելու բանը կուլտուրան դեռ կա, դեռ ինքը պակասում է, փառքաստու պակասում է, բայց ես չեմ պատկերացնում, որ ասենք մայրիկը ասի մատ պապային հայհոյի կամ պապիկին հայհոյի, ու սա ֆունդամենտալ պրոբլեմ է բոլորիս համար, մենք ընդունված չի սենց բաների մասին խոսալը, ընդունված չի սենց բաների մասին խոսալը, բայց ես համոզված եմ, որ տղամարդկանց միջավայրում հարցերը տղավարի լուծելը ինքը որոշակի լեգիտիմություն ունի, բայց ինքը կներեք անհամատեղելի է այն հասկացությունների հետ, որոնց մասին մենք խոսում ենք։